Քաղաքացի Տիգրան Ստեփանյանը բռնության է ենթարկվել իրավապահների կողմից։ Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Ագբա բանկի մոտակայքում գտնվող քննչական բաժնում։ Տիգրանը պատմում է, որ գործով տուժող է եւ այդ օրն իրեն կանչել էին 1 ամսից ավելի պահված մեքենան վերադարձնելու համար։ Մասնակազմով տաշելով տարել են մինչև փողոց, որ գցեն ավտոյի տակ մեռնեն։ Քաղաքացին նշում է, որ տարածքում գտնվել են նաև քրեական ոստիկանության աշխատակիցներ, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։ Գործով տուժող եմ ես, ոնց որ իմ երեխային տարել եմ հիվանդանոց իմ մեքենայով։ Այս ամսից ավելա ավտոս պահել են չեն տալի։ Ոբշե մետրոն ինձ զանգեց, հրավիրեց այդ քննիչը։ Ասես Տիգրան ջան, եկեք, որ մեքենան էլ տանք, տանեք։ Այդպես տղուս էլ կանչեց, տղես ինձնից շուտ էր գնացել, ես մինչև ասա Երևանից, ասի խաչ, ինչ կա, ասելա սպասի։ Այդպես մոտ մի ժամ սպասանք, ասի խաչ գնամ է դուրը տուկ, ասա ինչ անենք, սպասենք, թե գնանք, մեկ էլ մի 10 վայրկյան հետո մի հատ ուրիշ մարդ էլի քննիչ էր, Գրաժդանսկի։ Եկավ ասեց, հետո վասեց են այլանդակ դեմքով էլ են, որ ելնեմ է, որ բանեն անեն, որ կռիվ սարքեն։ Հետո վասեց դուրը ծեցեք, ասի ես։ Բդով ես թե դուր ծեցեք, ասի դու ես որոշեմ, ինձ հրավիրել ես թե քննիչը։ Ու տվին։ Տիգրան Ստեփանյանը պատմում է, որ հարձակվողները 5-6 հոգի են եղել եւ ինչպես ինքն է նկարագրում, գցել են գետնին, իր խոսքով տշելով մոտ 150 մետր տարել նետել անձրևաջրերի մեջ եւ շարունակել հարվածել։ Ու ես հայտնվում եմ տռասի մեջտեղում մայրուղու վրա արդեն, ինձ այդքան տշը անել են։ Մեկ էլ տեսա, որ ընկնում եմ արդեն ավտոների տակ։ Դա ասում եմ արանցի տարեք ստիզ, ոչ մեկ չի դնում ավտոն տանի։ Քաղաքացու պնդմամբ տարածքում առկա են տեսախցիկներ, որոնք տեղադրված են ոչ միայն բանկի, այլև մոտակա տների վրա։ Էսի ամբողջ ազգի հարցած դե։ Ասենք աշխարհը տենա, որ պետական կառույցում ստե ժողովրդին ինչ են անեմ, աշմանդամին մանավանդ։ Всё, այս երկրի վրա խաչ կդնեն սա։ Տիգրան Ստեփանյանը նշում է, որ ունի մարմնական վնասվածքների հետքեր, սակայն դատաբժշկական փորձաքննություն չի անցել։ Ըստ նրա, թեև հագուստը պատռված ու արյունոտ է եղել, բայց ոչ մեկ ուշադրություն չի դարձրել։